Լուծումը կա, ես պատահական չէ, որ այս տարիների ընթացքում առաջին անգամ ավելի այսպես հստակ կերպով համարում եմ Արթուն ենք շարժումը, իմ շարժումը, ինպես քաղաքացիների շարժումը, մեր ներուժը, մեր երկրի ապագան մեր ձեռքը վերցնելու շատ լավ գիտակցում է թշնամին, շատ լավ գիտակցում է Թուրքիան, շատ լավ գիտակցում է Մեծ Բրիտանիան։ Ես նրանց եմ նշում, Ադրբեջանը գնա երազանք պահի, որ մենք իրանց ինչ-որ բանի տեղ դնենք, որովհետև սա Թուրքիայի ծրագիրն է, մեր դերակատարության դեմ նաև նա հստակ գիտի, որ նաև արևմտյան Հայաստանի խնդիրը փակված չէ, ես լսում եմ անգամ ընդդիմադիր դաշտերից ինչ-ինչ քաղաքական գործիչներ, դե մենք ով է ասել, որ մենք մուշը եւ Սասունը կգրավենք եւ Վանը եւ չգիտեմ ինչ, գրավելու մասին չի խոսքը, այն որ իրավաչափ պահանջատիրություն մենք ունենք, ինչպես որ ունի Սիրիան, ինչպես որ ունի Լիբանանը եւ Իրաքը եւ Իրանը, մենք պետք է դա իրականացնենք, եթե դուք չեք հրաժարվում հայոց պատմությունից, ով է ձեզ իրավունք տվել առհասարակ եւ ինչու տանել դիսկուրս թող վայ դες ինչ ասած հրճակագիրը փոխի, սահմանադրությունը փոխի, ինքը կեղծ տեղից սարքում է ինչ որ արևմտյան Ադրբեջանի, մեկը արևմտյան Ադրբեջանի հեքիաթի թելն է հյուսում, մյուսը պանթուրանիզմի հեքիաթի թելն է հյուսում, արևմուտքը առհասարակ նրանց չի սաստում, նրանք գտնում են, որ այդ պանթուրանիզմի էքստրեմիզմը այդ ջարդերը, որ նրանք իրականացնում են հենց այս պահին, որ ես հիմա խոսում եմ, Սիրիայում շարունակաբար, որ ուղղակի 15 թվականի Եղեռնի վերարտադրությունն է, ավելի արագացված տեմպերով, ավելի զարգացած զենքերով եւ ավելի բիրտ եւ անասնական պահվածքի կամ սատանայական պահվածքի վարձկաններով։ Դա մեսիջը Չինաստանին, այսինքն Չինաստանին էլ են ասում ենք ձեզ այսպես կոտորելու ենք, Ռուսաստանին էլ են ասում ենք ձեզ այսպես կոտորելու ենք։ Արևմուտքը ասում է ես կողմ եմ, որ նա այդպես կոտորի, որովհետև իմ անվտանգության ռազմավարական գերխնդրին դա լավագույնս ծառայում է, չի պատրաստվում սաստի։ Ես ինչու պետք է նստեմ երկակի հեքիաթներ լսեմ, որքան իրենք ժողովրդավարության մարդու իրավունքների եւ ազատությունների մեռած են, ոչ, իրենք չունեն այդ արժեքները։ Այդ արժեքների կրողը մենք ենք, երբ որ մենք ենք պայքարում եւ մենք արթուն ենք։ Եվ մենք որպես քաղաքացիներ պահանջում ենք, որպեսզի այս ընդդիմությունը, որպեսզի մենք էլ, դուք էլ, բոլորս միասին այդ տխմար կապիկ ծաղրացու խրտվիլակի որևէ Հայաստանի դեմ ուղված, Արցախի դեմ ուղված, հայ եկեղեցու դեմ ուղված հայտարարություն այլևս չխոսի, այսինքն մենք թուրքերեն չլսենք մեր ազգային ժողովից։ Այդ մարդը թուրքերեն է խոսում, ազգային ժողովում հնչում է թուրքերեն հայտարարություն, թուրքերի պատրաստած դասագրքերից, որտեղ արդարացնում է հայոց ցեղասպանությունը։ Ես չեմ ուզում դա լսել։ Ընդդիմությունը ուզում է լսել, ընդդիմությունը ասում է ես ուզում եմ գնամ ընտրությունների, ընդդիմության մի թևը անամոթաբար ասում է ես ուզում եմ գնամ ընտրությունների եւ նույնքան անամոթաբար, երբ որ ինպես քաղաքացիները իրենց ասում են մի վարքյան, դու ով ես իմ անունից որոշես, որ գնաս ընտրությունների, ով ես դու 2021-ին ինձ խաբեցիր, ասելով որ կգնաս եւ ավելի լավ կպայքարես, դու գնացիր, դու լեգիտիմացրեցիր եւ դու առհասարակ որևէ կերպ չես պայքարում։ Դու լեգիտիմացրել ես եւ շարունակում ես լեգիտիմացնել եւ քեզ նույնպես կուլ կտան, ինչպես որ կուլ են տալիս Իմամօղլուին, որը կատակ ուժ չէ Թուրքիայում։ Եթե նրանք կուլ են տալիս քեմալիստների, ես չգիտեմ ընդդիմությունը որքանով է գրագետ, որ հասկանա ինչ է նշանակում ուժ, որը կուլ է տալիս քեմալիստների պես ուժին։ Պատրաստվում են իրենք առհասարակ գիտական աքսիոմատիկ հենքի վրա գնալ իրենց այդ, ինչ ասեմ, գենիալնի գաղափարների իրենց եզրակացություններին գալուց առաջ, երբ որ ուզում որոշել են էլի գնան ընտրություններին, ոչ, որոշել են Նիկոլ խաղացնել, որովհետև դա բավականին շահութաբեր է իրենց գրպանի համար։ Դա է որ չի կարելի թույլ տալ եւ դրա համար ես միացել եմ այս շարժմանը եւ ես ամբողջապես կողմ եմ Էդգար Ղազարյանի ներկայացրած ծրագրին, իմպիչմենտի ենթարկելու, այս տխմարին անվստահություն հայտնելու գործընթացով հեռացնել այս ոչիլին Հայաստանի Հանրապետության մեր գեղեցիկ աղջկա գլուխ քարտեզից, որովհետև մենք ուզում ենք այդ աղջկա մազերի երկար են Արցախով, Արևմտյան Հայաստանով հանդերձ։ Ով էլ չի ուզում, թող Հայաստանի Հանրապետությունում հայոց պատմության գլխավոր կրողի տարածքում Հայաստանի Հանրապետության դեմ տարվող այդ պատմությունից հրաժարվող, եկեղեցուց հրաժարվող որևէ պուշիստի հայտարարություններ թող չանեն։ Մեր սահմանադրությամբ ամրագրված է, մենք անկախ պետություն ենք, մենք պետք է մեր անկախ եւ ազատ պայքարը մղենք ու շատ հոգնեցուցիչ է վախկոտ ու պուպսիկ քաղաքական գործիչներ եւ նրանց գործիք հանդիսացող լակոտ լուկուտներ տեսնել ստուդիաներում։
որ դրանցից ծովից ծով կար Սիրիայում եւ հիմա բոլորին հերթով բռնում են եւ տանում են անհայտ ուղությամբ եւ նրանք այլևս չկան, ինչպես որ Արայք Հարությունյանին են տարել։ Թող նայեն ու լավ հասկանան։ Եթե անվստահության գործընթաց չեն անելու, դա միակ եւ վերջին շանսն է։ Թող գնան երազանք պահեն, որ առհասարակ 2026-ին ինչ որ ընտրություններ են լինելու։